Ինչ եք կարծում, ես ինչպիսի ղեկավար է պետք, որ կարողանանք խաղաղ ապրել, ուժեղ կամայի, որի հետ հաշվի նստեն թշնամիները, բարի հոգատար ժողովրդի հոգսերով ապրող։ Միայն Սամվել Կարապետյան։ Վերջ։ Ինչի։ Եթե քո պապան թույլ է, դու չես կարող ուժեղ ես։ Վերջ։ Այս Կարեն Դեմոս ջանը պետք։ Ուժեղ կոպած ղեկավար է պետք։ Խելացի, գիտունի, սովորող, ընկալող, մեկ ուրիշից լավ սովորողը, որը զգում է, որ ինչ-որ մի ուրիշ ղեկավար ավելի լավ է, ղեկավարում ավելի լավ է, քան ինքը, պետք է սովորել։ Ուժեղ ղեկավար, դուխով ղեկավար։ Հրամասները, որ ղեկավարը իմաստուն պիտի լինի, որ կարողանա ամեն դժվար պայմաններում բոլոր հարցերը լուծի, թե ժողովրդի սոցիալ վիճակը, թե անվտանգությունը երկրի։ Այնպես ղեկավարն է, որ կարողանա այս երիտասարդները աջակցի, ուսման մեջ, գործի տեղ, որ չփախե մեր Հայաստանից գնամ ուրիշ տեղ, մեր կնախել ժողովուրդը։ Մեզ պետք է ուժեղ ղեկավար։ Վազգեն Սարգսյան նման ղեկավար չէ։ Մեզ մեծ Ստալինը պետք, ուրիշ ոչ մի բան։ Լավ ղեկավար, որ կարողանա կառավարի մեր երկիրը։ Այո, մեզ պետք է մի հատ այնպես հզոր, որ կարողանա եւ պոլիտիկորեն եւ ամեն ինչով պահպանի մեր երկիրը, մեր սահմանները։ Մենք աշխատող ժողովուրդ ենք ու մենք կարող ենք աշխատենք ու մեր հացի վաստակը մենք ստեղծենք, բայց մեզ պետք է ոնց որ տան ղեկավարը պետք է լինի իր դիրքում հզոր ու պահպանի, ինձ համար է դա, պահպանի մեր սահմանները, մեր հողի այն մի սանտիմն էլ չտա ուրիշի։ Ուժեղ ղեկավար է պետք։ Մանրամասնեք։ Որ պատերազմ չլի, խաղաղություն, երջանություն լինի, աշխատավարձի բարձրացում լինի, թոշակի բարձրացում լինի, պետք է նկարում ասեմ։ Շատ ուժեղ, որ բոլորը վախենան իրանից, որ բոլոր աշխարհը իրան ճանաչի, որպես ինքը շատ ուժեղ մարդ է, ազնվորությունը։ Ես չգիտեմ դա։ Միխայելոկ մարդը պետք որ ղեկավար է, կամ մի բան։ Պետք է լինի կամային, պետք է լինի խելոք, գիտակից, տրամաբանող, տնտեսագետ, առաջնահերթ, ժողովրդի հոգսերով զբաղվող ղեկավար։ Կարողանա ասիկա այդ միջազգային բաներով լեզու գտնե բենան հետի, չգիտեմ թե ղեկավարը։ Լավ ղեկավար, թուրքերը չգան այստեղ։ Ուժեղ կամ գիտեր մարդապետ, մեկ էլ ձեր ասածը, հոգատար ժողովրդի համար։ Երկրի համար ավելի շուտ, ժողովուրդը երկիրն է, էլի, երկիր ժողովուրդ դա նույն հասկացողությունն է։